Սիրելի հայրենակիցներ, այսօր երբ մի քանի օր է մնացել ընտրությունների ամփոփմանը, ես ուղղակի խորհում եմ, թե ինչ անհամարժեք վերաբերմունք դրսևորեց մեր հասարակությունը վերջին շրջանում կատարված մի կարևորագույն իրադարձության նկատմամբ։ Չի ասի, որ ամեն ինչ ես ինքս եմ կռահել, ընդհանրապես մարդուն տրված է լսել նաև շրջապատի կարծիքը։ Երբ առաջին անգամ ես կոչ էի լսում ուղղված Հայաստանի Հանրապետության մյուս տեխնատուներին, տարբեր մտավորականների կողմից գրավոր եւ բանավոր հայտարարություններ, որ այս ահաբեկչությունից հետո դուք պարտավոր եք անել ձեր տեխնատությունները եւ միասնական տեխնատու ազդարարել Պարույր Հայրիկյանին, ես մտածում եմ, որ երևի պատճառն այն էր, որ խոսքը ինձ էր վերաբերում։ Ես անաչառորեն չէի կարողանում նայել երևույթին։ Հիմա երբ կարողացել եմ ինչ-որ չափով հաղթահարել նաև հիվանդության ճնշող ազդեցությունը, ես հասկանում եմ, որ այդ մարդիկ շատ լուրջ բան են ասել։ Պատկերացրեք, ինչ կկատարվեր ամբողջ աշխարհում Հայաստանի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կդրսևորվեր, եթե հայտնի դառնար, ինչպես ասում են, ֆավորիտ տեխնատուներից մեկի նկատմամբ ահաբեկչական գործողությունից հետո հանրապետության նախագահը, որ առանց այն էլ դրության տերն է, հայտարարում է. ես ի դատապարտումն այս քայլի ազդարարում եմ, որ ես հանում եմ իմ տեխնատությունը եւ ինձ հետևողներին կոչ եմ անում ձայն տալ Պարույր Հայրիկյանին։ Ոչ թե այն բանի համար, որ Պարույր Հայրիկյանը զոհ է կամ ահաբեկչության զոհ է դարձել, կարող էր զոհ դառնալ, այլ այն բանի համար, որ Հայրիկյանը ահաբեկչության թիրախ դարձավ իր բարձրացրած մեր ազգի համար շատ կարևոր գաղափարների համար, նաեւ իր անցած ճանապարհի համար։ Պատկերացրեք, նրան հետևում էին մյուս տեխնատուները եւ մանավանդ հաշվի առնելով, որ Հայրիկյանը ընդամենը 2 տարով է պատրաստվում նախագահ դառնալ եւ իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, մեծ ճիքեր չէին պահանջվի։ Հետո չէ որ ես միշտ ասում եմ, որ ես միայնակ չեմ լուծելու բոլոր խնդիրները, միայնակ չեմ կառավարելու։ Այդ բոլոր տեխնատուները իրենց դերակատարությունը կունենային իմ նախագահության ժամանակահատվածում, բայց աշխարհի վերաբերմունք Հայաստանը կդառնա մի բացառիկ բարոյական երկիր, որ իր քաղաքական դիրքորոշման մեջ չի առաջնորդվում ոչ մարդկությանը բնորոշ աթոռատենչությամբ, այլ գնահատում է այդ պահին իր համար ամենաէական սպառնալիքները եւ ճիշտ արձագանքում։ Բայց դա քաղաքական գործիչներն են։ Այդպեսին են մեր քաղաքական գործիչները, նրանք գուցե չհասցրին, ինչպես ես մի քիչ ուշ հասկացա այս ամենը, կարող է նրանք էլ դեռ չեն հասցրել եւ կարող են ընդհանրապես չհասցնեն։ Բայց սիրելի հայրենակիցներ, մի պահ պատկերացրեք, դուք երիտասարդ եք կամ միջին տարիքի, անցնելու են տարիներ, այս օրերը պիտի հիշեք որպես հետաքրքրական մի ժամանակաշրջան։ Այս օրերի մանր-մունր խոսակցությունները պիտի մոռանաք, պիտի հիշեք կային տեխնատուներ եւ կար մեր ինքնորոշման առաջնորդ, մեզ անկախության առաջնորդած Հայրիկյանը, ում վրա կրակեցին, բայց նա հրաշքով կենթանի մնաց։ Այ ինչու կենթանի մնաց Հայրիկյանը, ինչու հրեշտակները նրան չտարան։ Ես կարծում եմ, որ այստեղ մտածելու բան կա։ Ձեզ հնարավորություն է տրվել ձեր վերաբերմունքը դրսևորել այդ ահաբեկչության նկատմամբ, մեր ազգային ապագայի նկատմամբ։ Եվ վաղը, երբ դուք ձեր հարազատների հետ տասնամյակներ անց նստած կլինեք, անպայման ձեր զավակները ձեզ պիտի հարցնեն. բայց ինչպես պատահեց։ Դուք տեսաք, որ ձեր ինքնորոշման իրավունքի համար պայքարող մարդուն բոլոր տեխնատուների մեջ ընտրեցին նրան, ով ամենակարևոր բանի համար էր պայքարել եւ անցյալում եւ այդ օրերին։ Ինչպես պատահեց, որ դուք մի քանի օր ունենալով նրան թիկունք չեղաք։ Միթե դուք չէիք մտածում ձեր եւ մեր մասին։ Հենց այդ խոսքերով էլ ուզում եմ ավարտել։ Միթե դուք չեք ուզում մտածել ձեր եւ ձեր երեխաների մասին։ Միթե մենք միասին չպետք է պատասխանը տանք այս ոչրագործության, որն ուղղված էր ոչ թե իմ դեմ, այլ մեր ժողովրդի դեմ, որը կարող է փորձաքար լինել ոչ միայն տեխնատուների համար, այլ յուրաքանչյուր հայ քաղաքացու համար, ով այս պահին ինչ որ գայթակղությունների կտրվի կամ ինչ որ մոլորությունների կտրվի, բայց չի կատարի իր համար ամենակարևոր բանը՝ ինքնորոշման սկզբունքից վեր, արժանապատվությունից վեր, ազատությունից վեր, ազգային անկախությունից վեր ոչինչ չկա։ Եվ այդ ամենի խորհրդանիշը դարձած մարդուն սպառնացող վտանգին պետք է հակադարձի ամեն քաղաքացի իր անհատական հնարավորությամբ։ Սա իմ պարտքն էր։ Ես պարտավոր էի ձեզ սա ասել այսօր, որովհետև եթե չասեի այսօր, կարող է ես էլ լինեի այն մարդկանց թվում, որ տարիներ անց, տասնամյակներ անց ասել, լավ, նրանք այդ պահին չկռահեցին, իսկ դու ինչու իրենց չհուշեցիր, ում էր պետք քո փորձառությունը։ Աստված բոլորիս պահապան։